Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, թեմաներ եք առանձնացրել, որոնց հերթով կանդրադառնանք, բայց կարծում եմ ճիշտ է սկսել որպես երկարամյա սպա, այն մտքերը, այն տերմինոլոգիան, այն խոսքը, որով Նիկոլ Փաշինյանը արտահայտվում է հայոց բանակի մասին, նաև խոսում է ինչ-որ փորով գեներալիտետի մասին է ցմփոր, թե ինչ գեներալիտետի մասին է խոսում։ Խնդրեմ այս հարցից սկսեք եւ արդեն մյուս թեմաները եւս զարգացրեք, համեցեք։ Գիտեք, հայ ժողովրդի պատմության 5000 տարվա ընթացքում հայ ժողովուրդը չի տեսել այդպիսի դավաճան, կապիտուլյանտ եւ հակահայ գործիչ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է, ով կարողացել է թուրքական Թուրքիա եւ Ադրբեջանի հանրապետությունների քաղաքական, տնտեսական հզորության վրա հենվելով ստորացնել եւ կալանքի տակ պահել մի ողջ պետություն եւ մի ողջ ժողովուրդ։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր դավաճանությունը, ես չեմ ասի սխալներ, որովհետեւ դա սխալներ չէ, Նիկոլ Փաշինյանի բոլոր կատարածները դրանք դավաճանություն են հանուն թուրք-ադրբեջանական շահերի եւ ընդդեմ հայ ժողովրդի։ Ըստ դավաճանության այդ բոլոր քայլերը կոծկելու համար նա ամեն անգամ մեղավորներ է փնտրում։ Ամեն անգամ մեղավորներ է փնտրում։ Տեսեք, Արցախը կորցնելու մեղավորները նախկին իշխանություններն էին, հետո գեներալներն էին, չգիտես ինչու, հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդը մեզ ընտրել է, մենք քաղաքական որոշում ենք կայացրել, Արցախը տվել ենք, թող չընտրել մեզ, ժողովուրդն է մեղավոր։ Հետո ասած զենք զինամթերքը 70-ական թվականների են եղել, հետո մեղավոր էին դաշնակները, հետո մեղավոր էին ռուսները, հետո մեղավոր էին ղարաբաղցիները, ովքեր փախել են, չեն կռվել իրենց հողերի համար, բայց իրականում կա մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ հասարակությանը հրամցնում է վիրավորանքներով նախկին զինվորականների հասցեին։ Դուք հիշեք, հերոս Մանվել Գրիգորյանի ոչնչացրեցին Տուշոնկա օպերացիայով, որը ամբողջովին ԱԱՑ-ի ՀՄԷ-ի պատվալներում է նկարահանվել։ Ով պատասխան տվեց դրան։ Ոչ մեկը։ Եվ հիմա էլ ասում է հաստափոր գեներալները։ Եվ գիտեք ինչ կարևոր հայտարարություն է, մեկը խուճապ է տարածել, մեկը դասալիկ է եղել, բայց չգիտես ինչու, խուճապ տարածող եւ դասալիկ ոչ մի զինվորական չի դատվել, ոչ մի գեներալ չի դատվել։ Սխալ հրաման տալու համար դատվել է, դատական process է ընթանում, բայց խուճապի դասալիկի եւ ես հիշեցի, երբ Ալիևը հայտարարեց, որ 10,000-ից ավել հայեր դասալքել են, փախել են կռվի դաշտից, չեն կռվել, որը հետո կրկնեց Աննա Հակոբյանը 11,000, որը կրկնվեց 10,000։ Ես ուզում եմ ասել, ստախոս ոչնչություն Նիկոլ Փաշինյան, երբ ասում ես, որ խուճապ են տարածել կամ դասալիկ են եղել, անցել է 6 տարի, քանի քրեական գործ է հարուցվել դասալքության եւ խուճապ տարածելու համար։ Քանի ոչ մի քրեական գործ չի հարուցվել։ Ոչ խուճապ տարածելու, ոչ դասալքության համար։ Դասալքության համար 3-4 դատական գործ է հարուցվել, 3-4, որոնք արդարացման դատավճիռը արդեն արված։ Դուք հասկանում եք, այսինքն երկրի ղեկավարը, որը պարանոիդ շիզոֆրենիայի հատկանիշներով է տառապում, կարող է դուրս գալ եւ անպատասխանատու հայտարարություններ արել, եւ վերջ։ Մենք պարտվել ենք Նիկոլ Փաշինյանի հարբեցող ծաղրածու լինելու փաստով։ Եվ հարբած դուրս եկել ոչ ոք չկասկածի հրամանատարական ունակությունների վրա, ինչ եղավ հրամանատարական ունակությունները։ Եվ վիրավորականը այն է, որ անպատասխանատու ցինիկ հայտարարություններով փորձում է վիրավորել բոլորին։ Բոլորին։ Ես կռվել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ ասեմ ձեզ, մենք չենք պարտվել, բանակը չի պարտվել, զինվորը սպան չի պարտվել, պարտվել է այն պետությունը, այն իշխանությունը, որը սահմանադրության պատասխանատու էր պատերազմի համար եւ ոչինչ չի արել պատերազմի համար։ Միայն կարողացել է Արցախ տանող բոլոր ճանապարհները փակի, որ մարդիկ չգնան եւ չօգնեն Արցախին։ Միայն Ռուսաստանից եւ այլ երկրներից բերված առաջադեմ զենքը, զինամթերքը պահել է, չի տվել կռվողներին, որպեսզի պարտվեն, որպեսզի
5000 զոհ լինի եւ զարմանալին այն է, ես ընդհանրապես 5000 չեմ ասում, ես իմ հաշվարկներով եւ իմ ուսումնասիրությամբ 13000 զոհ են տվել եւ Անդրանիկ Քոչարյանը այդ մեծամիտ ոչնչությունը կանգնում ասում է 3900 զոհ են ունեցել, ինչու են 5000 ասում, այդ 1000 իրենց տնից չեն բերել Տականք այդ 3900 դու քո տնից եք տալ, քո տղային չես թույլ տվել ծառայել, որովհետև ինքը բարձրակարգ եղել, ճակերտը ոնց կարող է քո նման ոչնչից բարձրակարգ երեխա ծնվի։ Շակալից արժույթներ չեն ծնվում, Անդոն։ Այո, Հայաստանի Հանրապետություն տվել 13000 զոհ։ Ձեր անփառունակ կառավարման պատճառով։ Եվ գիտեք ինչ, հենց միայն մի փաստ բերեմ։ 20 թվականի պատերազմից 44 պատերազմից առաջ մեկ տարվա ընթացքում կրճատել է Նիկոլ Փաշինյանը 5 մարտական գունդ 6000-ով կրճատել է զինված ուժերի քանակը։ Դա Նիկոլ Փաշինյանն է կատարել 20 թվականից առաջ։ Հիմա հաստապոր գեներալի անուն տալիս ես ինչի համար։ Ես 3 պատերազմով անցել եմ, հաստապոր գեներալ չեմ տեսել։ Հաստապոր ոչնչություն ներկա նախարար Պապիկյան տեսել եմ։ Հաստապոր գեներալ չեմ տեսել։ Հասկացաք։ Եվ դասալիկ չեմ տեսել, խուճապի մատված մարդ չեմ տեսել, խուճապի մատված եղել մինակ Նիկոլ Փաշինյանը և իր ոհմակը, որոնք թաքնվել էին բունկերում, խուճապի էին մատվել, Արցախը տարել էր կործանման, հայ երիտասարդը կոտորվում էր, դու ասում էր ժողովուրդ վրեժի ժամանակն է, դուրս եկեք, կապիտուլյացիան կնքել էիր և որպեսի դու կարողանաս մարդկանց հանել փողոց, հետո ճնշել ու դատել ինչպես արեցիր ազգային ժողովը, կազմակերպեցիր ազգային ժողովի հարձակում, կազմակերպեցիր, որովհետև ես այնտեղ տեսել եմ ոստիկանության գնդապետներ, ովքեր մարդկանց տոն էին տալիս և ովքեր հետո պաշտոններ ստացան։ Ես տեսել եմ Էրեբունիում 3 օր առաջ, պալատի առաջ արդեն ախրան էր դրված, որտեղ պետք է 3 օր հետո Արարատ Միրզոյանը պետք է գար ծեծված։ Այդ բոլորը գիտեն, մարդիկ գիտեն։ Եվ այսօր դու մեղավորներ ես փնտրում, այ ոչնչություն։ ԿՊ-ական պատգամավոր Սարգսյանը հանճարեղ թվեր բերեց։ Նա ասաց, որ 2020 թվականից հետո, երբ արդեն Արցախի բանակը հանվեց մեր 20,000 Արցախի բանակը հանվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռից, մեր բանակը կրճատվել է ևս 30%-ով։ Այսինքն այն թիվը, որ ես բերում եմ, որ պաշտպանության նախարարության ենթակա զորքերը 36,000 են, դա ճիշտ էր։ Դա ճիշտ էր։ Նայեցեք, Ադրբեջանը 125,000-անոց զինված ուժեր ունի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հիմա 40,000 են։ Ընդ որում, և զորակոչային ռեսուրսը տարեկան դարձել է 14,000, ու շատի լսեք, տարեկան 14,000, և բանակի ծառայությունը դարձել է 1.5 տարի, ապա մեր բանակը 2 զորակոչ հետո, այսինքն 1 տարի հետո, իջնելու է 21,000-ի մակարդակի։ Եթե այնտեղ գումարում ենք 5,000 պայմանագրայիններ, ապա պաշտպանության նախարարության ենթակայության տակ լինելու է 26,000։ Դա 6,000-ով ավել է, քան Ադրբեջանը պահանջում է։ Հետո կդարձնեն 1 տարի ծառայությունը և այդ 6,000-ն էլ կտան Ադրբեջանին, մենք կունենանք 20,000-անոց բանակ։ Ընդ որում, երբ որ խոսում են բանակ ծառայություն դառնալու 1 տարի, դա ժողովրդի համար չէ։ Երբ դարձեցին 1.5 տարի, դա ժողովրդի համար չէ։ Ժողովուրդը, որը բանակ չունեցող մորթվելու ենթակա է, երբ ապրում է Թուրքիայի հարևանությամբ։ Երբ Նիկոլը բանակը վերացնում է հայ ժողովրդին,
նախապատրաստվում են մորթվելու ինչպես 15 թվականին, ինչպես 23 թվականին Արցախում։ Եվ ես ուզում եմ առաջին անգամ կյանքում ԿՊ-ական Սարգսյանին շնորհակալություն հայտնել, որ այդ փաստերը տվեց։ Եվ գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, որ կոռուպցիայի դեմ պայքարող այդ իշխանության դեմ օրոք 100 զորակոչիկից Երևան քաղաքում 10 է զորակոչվում բանակ։ Մնացած 90-ը փողով ազատվում են ծառայությունից։ Փողով ձեռք են բերում հիվանդություններ։ Փողով տարկետում են վերցնում։ Փողով Երևանից յուրաքանչյուր 100-ից 10-ը ծառայում է, 90-ը ազատվում է ծառայության կոռուպցիոն ռիսկերով։ Եվ ով է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մենք կարող ենք ապրել առանց բանակի։ Ով է ասել, որ Ադրբեջանը պատրաստ է մեր հետ խաղաղության։ Երեկ ես լսեցի Ալիևի վերջին ելույթը, որտեղ Ալիևը ուղիղ տեքստով պահանջում էր Հայաստանի Հանրապետության ամբողջական կապիտուլյացիան եւ Հայաստանի Հանրապետությունը նա այլևս այդ տերմինը չի օգտագործում։ Նա օգտագործում է արևմտյան Ադրբեջան տերմինը եւ ասում էր Հայաստանը պարտավոր է պետք է 300,000 ադրբեջանցիների տուն տա, տեղ տա, անվտանգություն ապահովի եւ տա պետական լեզվի կարգավիճակ։ Այդ խաղաղությունից են խոսում, տեր կանգնի խաղաղության լոզունգ են արել, դա ոչ թե տեր կանգնի խաղաղությանը, այլ պետք է այդ խաղաղության ճակերտները պետք է բացվեն, տեր կանգնի քո ապագա մորթվելուն, հայ ժողովուրդ, տեր կանգնի քո ստորացուցիչ կապիտուլյացիային, հայ ժողովուրդ, տեր կանգնի թուրքական ճորտ լինելուն, հայ ժողովուրդ։ Ես ուզում եմ բերել խաղաղության այն կետերը, որոնք կան խաղաղության պայմանագրի մեջ, որը պետք է Նիկոլ Փաշինյանը ապագայում ստորագրի, եթե վերընտրվի, իսկ եթե չվերընտրվեց, ապա նոր քաղաքական ուժը երբեք այդպիսի ստորացուցիչ պայմանագրի չի ընդունի։ Եվ Նիկոլը եթե ընտրվեց, ասելու է դուք եք ընտրել ինձ, տվել եք իրավունք քաղաքական որոշում կայացնել, ոսոր ասես, տվել եք իրավունք քաղաքական որոշում եմ կայացնել, Ադրբեջան ճանաչել եմ, Արցախ ճանաչել եմ Ադրբեջանի կազմում։ Ինքը հայտարարեց, չէ՞։ Բայց եթե չէիք ուզում, ինչ չընտրեիք, ուղիղ տեքստով ասեց։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը իր անբարոյականության շքերթի մեջ փայլուն ճիշտ մտքեր է արտահայտում։ Ասում է ես թանկացրել եմ գույքահարկը, շահառու ժողովուրդը լռում է։ Ես թանկացրել եմ տրանսպորտը, շահառու ժողովուրդը թող չընդունի։ Թող դուրս գա փողոց, հեղափոխություն անի։ Չեք անում, լավ եմ անում։ Եվ հետո էլ է ասել լավ անելու, երբ իրականացնի Եվ բանակը կրճատի մինչև 20,000, եւ 150 միլիարդի հայց ներկայացնի Ադրբեջանը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Իսլամի ազատ տարածում Հայաստանի Հանրապետությունում եւ միայն Երևանում 26 մզկիթների կառուցում։ Հայ առաքելական եկեղեցու թուլացում եւ կաթողիկոսի հեռացում։ Սյունիքի օդային տարածքի ազատ տնօրինում, ընդ որում Ալիևը, երբ իրեն հայտարարեցին վերջերս միջազգային լրագրողները, թե իրենք օգտագործում են Սյունիքի օդային տարածքը Հայաստանի հանրապետությունում, ասեց այո, օգտագործում ենք անարգել, ասես թույլտվություն կա, ասես Հայաստանը չի կարող թույլ տալ կամ թույլ չտալ։ Այսինքն դու հայ ժողովուրդ, Նիկոլի գոյության ժամանակ դու ուղղակի ոչնչություն ես։ Քո օդային տարածքը օգտագործում են առանց քեզից թույլտվություն վերցնելու։ Սյունիքի եւ Գեղարքունիքի բնական պաշարների համատեղ օգտագործումը 50%-ը պետք է տրվի թուրքերին։ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում եւ ադրբեջանական ինքնապաշտպանական գվարդիայի ստեղծում
Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն մեր 20,000-ից բանակի կողքին Ադրբեջանը ունենալու է 15,000-ից գվարդիա Հայաստանի Հանրապետության տարածքում զինված, որը պաշտպանելու է 300,000 վերաբնակեցված ադրբեջանցիների անվտանգությունը։ Սահմանադրության 20-րդ հոդվածի վերացում, որը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն դառնալու է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն այսուհետ դառնալու է պետական լեզուն այսօր դառնալու է հայերենն ու ադրբեջաներենը։ Եթե ինչ որ մեկը կասկածում է այս ասացի վրա, եթե ինչ որ մեկն ասում է կընտրվի Նիկոլը եւ չի կատարի դա, Նիկոլը կատարել է այն բոլորը, ինչ որ Ալիևը թելադրել է։ Ալիևը ուզեց Արցախը, Նիկոլը տվեց Արցախը ամբողջությամբ։ Ալիևը ուզեց հայոց բանակի մարտունակ, հզոր բանակի վերացումը, հասավ նպատակին Նիկոլ Փաշինյանը վերացրեց մարտունակ բանակը։ Ալիևը ուզեց ստրատեգիական բարձունքները, Նիկոլը տվեց։ Ալիևը ուզեց Գորիս-Կապան ճանապարհը, Նիկոլը տվեց։ Ալիևը ուզեց Տաուշի 4 գյուղերը, Նիկոլը տվեց։ Ալիևը ուզեց Տաուշի դիրքերը, Նիկոլը տվեց։ Հասկանում եք։ Ալիևը ուզեց Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի անկախության վերացում, Նիկոլը տվեց։ Էլ ինչ եք ուզում։ Նիկոլը ամեն ինչ տալիս է Ալիևին, ամեն ինչ։ Հասկանում եք, եւ թեզ են արել։ Մենք տվեցինք Արցախը, ձեռք բերեցինք պետականություն եւ ինքնիշխանություն։ Ուրեմն պետականությունը սահմանադրական նորմ է, որտեղ գրված է օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների եւ իշխանության կառույցների ամբողջականություն։ Նիկոլ Փաշինյան, եթե մենք չունեինք պետականություն, Արցախը տվեցիր, ինչ պետական ստրուկտուրա ես ավելացրել։ Ոչ մեկը, այսինքն մենք ունեցել ենք այն, ինչ հիմա կա, դու ոչինչ չես ավելացրել, էլ ինչ պետականություն ես ստեղծել։ Դու հասկանում ես, դու ասում ես մարդկանց, որ գյուղացին, որին 10,000 դրամ փող եք տալիս, կամ են պատանի երկրապահում 20,000 դրամ փող եք տալիս, որ գա կանգնի քո մոտ, ցույց տա, որ իբրե քո կողմնակից է։ Հասկանում եք, դրանք չեն խորանում այդ բոլորի մեջ, բայց հիմնականում դա է։ Հասկանում եք։ Պետականությունը եւ պետությունը դա տնտեսական համակարգ է։ Հարկեր, տուրքեր, ընկերություններ եւ այլը, ինչ ես փոխել։ Միայն հարկեր, տուրքեր բարձրացրել ես եղածից, ոչինչ չես փոխել։ Երկրորդը սոցիալական համակարգ է պետականությունը։ Սոցիալական համակարգը ինչպես եղել է, նույնն էլ եղել է։ Ոչինչ չի փոխվել։ Ազգաբնակչությունը եւ տարածքը, մշակույթը, լեզուն։ Ինչ ես փոխել։ Հայերը սկսել են ֆրանսերեն խոսել, թե թուրքերեն խոսել, ոչ։ Տարածքն ես միայն փոխել, տվել ես Թուրքին։ Համակարգեր են, դա պետականություն, դա համակարգեր են, պաշտպանական, ֆինանսական, քաղաքական կուսակցություններ, ընտրական համակարգ։ Ինչ ես փոխել։ Ոչ մեկը։ Ընտրական օրենսգրքում փորձում ես ինչ-որ փոփոխություն կատարել, մինչդեռ այդ փոփոխությունը ես քո դեմ է ծառայելու, որովհետև այնտեղ նոր ընտրական օրենսգրքով ընդ որում ասեմ, Վենետիկի հանձնաժողովը ընտրական օրենսգրքի փոփոխություն ընտրությունից առաջ չի թույլատրում։ Դա հակասահմանադրական է, հակապետական է եւ դեմոկրատիայի նորմերի վերացում է։ Դու ասում ես, որ ընտրական կուսակցությունները եւ դաշինքները սիմվոլներ չպետք է օգտագործեն։ Բա դու ո՞նց ես թուրքական տեղական արտադրության սիմվոլը որպես լոգո քո կուսակցության սիմվոլը դարձրել։ Այսինքն ընտրական հանձնաժողով չպետք է ԿՊԻ հայցը ներկայացնի, որովհետև դուք օտար երկրի սիմվոլ եք օգտագործում։ Տարածքների ինքնիշխանություն։ Ինչ ես տվել, ընդհանրապես կորցրել ես տարածքներ, կորցրել ես ինքնիշխանություն։ Անվտանգության պաշտպանություն։ Նախկինում մենք փայլուն անվտանգություն եւ պաշտպանունակություն ենք, հիմա չկա, այսինքն մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը կրճատվել է։ Միջազգային համակարգերի մասնակցություն։ Դու ԵՀԿ-ի Մինսկի խումբը վերացրեցիր, մեր ստրատեգիական դաշնակիցներից վերացրեցիր, այսօր ուզում ես փորձում ես դաշինք ընկել քո ողերին դարավոր ճշտամու հետ, ով եկել է քո պատմական տարածքում պետականություն է ստեղծել եւ սպառնում է քո պետականությանը։ Այդ ինչ պետականության, ինքը իշխանությունից ես խոսում։ Դու այնքան ծիծաղելի ոչնչություն ես։
Հիշում է ժողովուրդը երբես ասի Նիկոլի 9 միլիարդի խելագարությունը եւ իբր թե Զանգեզուրի Միջանցքի անվան տակ թրիպի ուղի արծիր եւ ժողովրդի խապեցիր թուրք ճանապարհը տվեցիր եւ ժողովրդի մանիպուլյատիվ խապեցիր որ 9 միլիարդի խոշոր ներդրումներ են լինելու ինչ եղավ 5 միլիարդով ատոմակայանդ ինչ եղավ տականք խապեբաստոր որ ասում են 4 միլիարդի ներդրումներ պետք է անենք դու ստում ես արհեստական բանականության մեծ գործարան ես իմ չիպերի գործարան եք կառուցում $450 միլիոն 350 միլիոն դոլար վերցրել ես բանկերից ներքին պարտք ես պետության ավելացրել $100 միլիոն էլ բյուջեից ես դրել որպեսզի այդ շենքի շինարարությունը սկսվի որը ավարտ չի ունենալ որովհետև ոչ մի երկրից ոչ մի կոպեկ 0 ցենտ ներդրում Ամերիկան ընդհանրապես Հայաստանի տնտեսական ոչ մի հարաբերության մեջ չկա Մոդուլային էլեկտրոկայաններ, որի պրտեղ Ռուսաստանի ազդեցությունից պետք է վերացվի, Ամերիկան փորձում է Չինաստանի միջոցով բերել կառուցել այդ 5 միլիարդը, քո պարտքը պետք է ավելանա, այսօր Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 15 միլիարդ է։ Նիկոլի օրոք ավելացել է 9 միլիարդ, եւ ուր են այդ փողերը։ Ուր են այդ փողերը։ Անվորակ ասֆալտի եւ ներկված մանկապարտեզների մեջ այնքան պրիմիտիվ ստախոս ոչնչություն ես, երբ գնում ես գյուղեր 231 գյուղական դպրոց ես փակում 7000 աշակերտ մնում է առանց դպրոցի 231 բնակավայր սահմանամերձ բնակավայր զրկվում է դպրոցից 7 միլիարդ 231 սահմանամերձ գյուղերի պահպանության ծախսերը մինչդեռ կրթության նախարարությունը 27 միլիարդ դրամ փոխանցում է ամեն տարի կասկածելի նիկոլական հկների կասկածելի գործունեության կատարելու համար այն դեպքում որ սահմանադրության մեջ գրված է որ կրթությունը պետության մենաշնորհն է Հականները իրավունք չունեն կրթական ոլորտում, բայց գնահատողները, չափորոշիչները բոլորը հականներ, գրքերը բոլորը հականներն են գրում, հայ ժողովրդի համար։ Եվ գնացել է, քաղաքացին ասում է, մեր գյուղի միակ լուսավոր կետը դպրոցն է, ինչու ես փակում։ Ասում եմ, դու չես ուզում որ քո երեխան գնա Օքսֆորդի համալսարան սովորելու համար 10 կիլոմետրեր են գնում։ Դուք պատկերացնում եք ինչ ապուշություն է դուրս տալիս։ Գյուղական դպրոցում Գյուղացի մարդը, օրինակ համար Լեռնաշենից մինչև Դարաբաս 12 կիլոմետր է։ 12 կիլոմետր առավոտյան երբ պետք է երեխան դուրս գա որ հասնի դպրոց։ Եվ ինչպես պետք է գնա, երբ այդ Լեռնաշեն գյուղում 4-5 մեքենա կա։ Չեն կարող այդ երեխաներին հասցնել դպրոց, Դարաբաս դպրոց։ Սալվարտից մինչև Աշոտավան 15 կիլոմետր է։ Ինչպես պետք է Սալվարտի երեխան գնալ Աշոտավան դպրոց, երբ ձմեռվա կեսը ճանապարհները փակ են լինում բքից։ Միայն նրա համար, որպեսզի մի հատ դպրոց կառուցի, որպեսզի այդ գյուղերը դատարկվեն։ Ես ուզում եմ հիմա հարց տալ, սիրելի հայ ժողովուրդ, միթե դու չես վիրավորվում, որ քո անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Լավ, մի հատ պորնո աստղ, մի հատ հայտարարություն արեց։ Բայց դու որպես ազգ չես վիրավորվում։ Որ քո երաշխավորը պետք է քո երեխաներին մորթող, քո կանանց տանջամա անող, կաշին քերտող ոչնչությունը պետք է գա քո անվտանգությունը երաշխավորի։ Դու չես վիրավորվում կամ դու հանգիստ ես։ Ես ուզում եմ հարց տալ, մեղրեցիներ, միթե դուք կընտրեք Նիկոլին, երբ Նիկոլը Նյուվադ գյուղը տալիս է Թուրքին, երբ Նիկոլը քո ճանապարհը, որը հպարտորեն դու կապվում ես Իրանի եւ արտաքին աշխարհի հետ, տալիս է Թուրքին, եւ դու պետք է կանգնես նայես, թե ինչպես է Թուրքը անարգել, անխոչնոտ այդ ճանապարհով գնում Նախճիվան եւ հետ է գալիս։ Ղափանցի դու կդրես Նիկոլին
Եվ շուտով Ղափանում 10,000 թուրք է վերաբնակվելու, եւ այն դրոշը, ամոթի դրոշը, որ ծածանվում է Ղափանի գլխին, այդ դրոշով այրելու են ձեզ ղափանցիներ, եւ դուք դեռ կընտրեք Նիկոլին, գորիսցիներ, տեղ գյուղի հողերը, Խանածախի խոզնավարի հողերը թուրքին տվող, Սև լիճը թուրքին տվող, Իշխանասարի գահը թուրքին տվող Նիկոլին դուք կընտրեք սիսյանցիներ, գորիսցիներ, Կարմիր լիճը թուրքին տվողին դուք կընտրեք, Սիսյան Գորիս կապան 14 թուրքական բնակավայր է կառուցվելու, 3000 թուրք զինվոր է գալու ձեր կողքին, դուք դա իմանալով թուրքին կընտրեք, Գեղարքունիքի բնակիչներ, դուք Նիկոլ կընտրեք, եւ սոտ կտվել է թուրքին, եւ Սևանա լիճի 50%-ը լինելու է թուրքական, եւ Վարդենիսում 25 գյուղ է թուրքական բացվելու, դուք Նիկոլ եք ընտրելու, գյումրեցիներ, միթե դուք մոռացել եք 20 թվականի 4000 արժանավոր գյումրեցիների մորթոցը Ախուրյանի ձովում եւ դուք կընտրեք Նիկոլին, որ թուրքը գա ձեր մոտ, եթե կընտրեք, ուրեմն դուք գյումրեցի չեք, լորեցիներ, տաուշցիներ, միթե դուք կընտրեք Նիկոլին Կիրանցի խայտարակ սահմանազատումից հետո, երբ 24 դիրք տվեցին թուրքին, ոչ մի դիրք թուրքը չտվեց հային, եւ ձեր ամենաբերի լճի մոտի 300 հեկտարը թուրքը վերցել է ու չի տալիս, միթե դուք կընտրեք, երևանցիներ, միթե դուք 100,000 թուրք կընտրեք եւ 26 մզկիթ կկառուցեք Երևանում, միթե դուք պատրաստ եք 5,000 թուրք զինված տեսնել Երևանում, եթե պատրաստ եք ընտրեք Նիկոլին, եթե հայ չեք, ընտրեք Նիկոլին, բայց հիշեք, խաղաղության պահանջը սա է, սա խաղաղություն չէ, Նիկոլը ոչինչ չունի ասելու մարդկանց, խայտարակ տնտեսական քայքայումից հետո, սոցիալական, բարոյական քայքայումից հետո ասում է տեր կանգնի խաղաղությանը, որպեսզի, այսինքն տեր կանգնի քո ոչնչացմանը, Նիկոլ ընտրելու դեպքում Հայաստանի վրա կարելի է ուղղակի դնել մեծ մահմեդական գերեզմանակար, որովհետև հայ չի լինել, որ հայի քար դնի։ Ես արդեն անդրադարձա, որ Անդրանիկ Քոչարյանից չի կարող բարձրակալ ոչնչությունից եւ հասկանում եք բորենուց առյուծ չի ծնվում, Անդրանիկ Քոչարյանից չի կարող բարձրակարգ երեխա ծնվել։ Ես արդեն պատասխանել եմ։ Բարձրակարգ երեխաները ծառայում են բանակում։ Անկախ նրանք ինչ գիտելիքներ ունեն, ինչ կարծիք ունեն, նրանք բարձրակարգ են, որովհետեւ ծառայում են հայրենիքում։ Իսկ քո երեխան ոչնչություն է։ Այս հարցերն են պատասխան։ Մեկ դիտարկումով էր էլի, այս ամեն ինչը ժողովուրդը եւս մեկ անգամ եթե կոչ արեք, ինչ հետեւություն պետք է անի, երկու նախագահությամբ։ Ես ասացի, ժողովուրդ, եթե քո անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, 15 թվականին հայերի անվտանգության երաշխավորը թուրքական ոստիկանն ու բանակն էր։ Տեսակ ինչով ավարտվեց։ Կավարտվի նաեւ դա։